Ալիևը պարծենում է, թե քիչ է մնացել, որ հասնի Ադրբեջանի վաղեմի երազանքին Զանգեզուրի միջանցքին և պնդում է, թե Հայաստանը այս տարի կսկսի թրիփի շինարարությունը։ Ալիևի այս պնդումը հաստատման կամ հերկման անհրաժեշտություն ունի Հայաստանի պատկան մարմինների կողմից։ Նախիջևանում արած հայտարարություններով ինչ էր Ալիևը փորձում վաճառել ներքին եւ արտաքին լսարաններին կքննարկենք այլուրի տաղավարում։ Ալիևի հակով սահմանադրություն կարվի։ Հայաստան խմբակցությունը սուտ է անվանում ԿՊԱ-ականների թեզը, թե նոր սահմանադրություն ունենալու հարցը միշտ եղել է օրակարգում։ Ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Կաթողիկոսի անունը ակցիաների ալիք է առաջացվել ազգային ժողովում, ընդդիմադիրները շարունակում են ձեռքերով սեղաններին հարվածել, երբ իշխանականները կաթողիկոսին կոչում են ավազանի անունով։ Իշխանականները սեղաններին են խփում, երբ ընդդիմադիրներն օգտագործում են ամենայն հայոց կաթողիկոս դիմելաձևը։ Դմդմփու արեք կաթողիկոսի անունը լսելուց, դա է մակարդակը։ Եվ Ավետիք Չալաբյանի թիմակիցները պահանջում են ազատ արձակվել Հայակվեի առաջնորդին, Չալաբյանն արդեն 50 օր է կալանավորված է։ Արևմուտքը ընդհանրապես ամբողջ աշխարհը ճանաչի այն փաստը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ժամի հիմնական նորությունները կներկայացնի Հայլուրը, բարի երեկո։ Հարգելի հեռուստադիտողներ, եւ այսպես Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հորդորում է ինտրիգներ չփնտրել Նախիջևանում Ալիևի արած հայտարարությունների մեջ, որոնք անակնկալի են բերել անգամ հայ-ադրբեջանական process-ին ուշադիր հետևող վերլուծաբաններին։ Նրանց համար անսպասելի է եղել Ալիևի այն պնդումը, թե ադրբեջանցի մասնագետները մեր երկրի տարածքում ուսումնասիրություններ են արել, որպեսզի հասկանան, որտեղ պետք է էլեկտրասյուներ տեղադրվեն Հայաստանի տարածքով Նախիջևան էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու համար։ Ադրբեջանի նախագահը նաև տեղեկացրել է, որ իր ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքի Հայաստանով անցնող հատվածի շինարարությունը սկսվելու է այս տարի, պատմում է Լիլիթ Խալաթյանը։ Պրոցեսի մոդերատորի տպավորությունն է թողում Ալիևը, ռեժիսորի ավելի շուտ։ Բաքուն մոտենում է իր վաղեմի երազանքին, Նախիջևանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ հայ փորձագետների, նա այսպես կոչված խաղաղության գործընթացում գլխավոր ռեժիսորի դերն է ստանձնել։ Ադրբեջանի հիմնական մասի միացումը Նախիջևանին մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահ մոտենում ենք այդ նպատակին։ Վստահ մոտենում են, որովհետև ըստ Ալիևի գրեթե պատրաստ է Հորադի Զաղբենդ ավտոճանապարհը, բայց ադրբեջանական կողմը չի շտապում ավարտին հասցնել շինարարությունը, որովհետև ինչպես Ալիևն է ասում, ճանապարհի հայկական հատվածը դեռ պատրաստ չէ։ Ցանկացած պահի կարող են կարագացնել նախագիծը, պարզապես դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ հայկական հատվածը պատրաստ չէ։ Հայաստանի տարածքում նախատեսված 42 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը պետք է սկսվի այս տարի։ Հայաստանի ղեկավարից առաջ է ընկնում Ադրբեջանի առաջնորդը ու հայ հանրությանն իրազեկում թրիփի հայկական հատվածի շինարարության մոտալուտ մեկնարկի մասին։ Մենք կարևոր ստրատեգիական որոշումների մասին հերթական անգամ իմանում ենք հարևան երկրից, ընդ որում եթե տարիներ առաջ Ալիևի հայտարարություններին կամ Հաջիևի կամ մյուսների վերապահումներով ենք մոտենում, հիմա դժբախտաբար ավելի լուրջ պիտի մոտենանք։ Չի մոլորեցնում Ալիևը, վստահ է քաղաքագետը։ Փորձը ցույց է տալիս, որ նրա հայտարարությունները ժամացույցի ճշգրտությամբ իրականանում են Հայաստանում։ Բաքվում ընդհանուր գիծը գծում են, մեր պաշտոնյաները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Ալիևը նաև պարտադրում է հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանի ատոմակայանը վաղ թե ուշ փակվելու է։ Ըստ նրա խորանալու է տարածաշրջանի էներգետիկ ճգնաժամը, կարող են տեղի ունենալ նոր տհաճ իրադարձություններ, ուստի Ադրբեջանի առանձնահատուկ դերն այստեղ անվիճելի է։ Ադրբեջանի օրակարգն ասպաս։ Ինչ նկատի ունի Իլհամ Ալիևը։ Նա ակնարկում է, որ էներգետիկ առումով Հայաստանը կախված է լինելու Ադրբեջանից։ Հայ լսարանի համար եւս մեկ բացահայտում է անում Ադրբեջանի նախագահը։ Պարզվում է ադրբեջանցի մասնագետներ են եկել Հայաստան, վերլուծություններ արել ու ընտրել վայրեր, որտեղ հնարավոր կլինի էլեկտրասյուներ տեղադրել։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը առաջին անգամ է լսում այս մասին։ Ալիևի այս պնդումը հաստատման կամ հերկման անհրաժեշտություն ունի Հայաստանի պատկան մարմինների կողմից։
Խորհրդարանի ԿՊԱ-ական պատգամավոր Արման Եղոյանը ոչ հերքում, ոչ հաստատում է ադրբեջանցիների Հայաստան գործուղման մասին Ալիևի լուրը։ Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ կարող որ ասել կոնկրետ, գիտեք, ճշգրտությամբ, բայց ես այդ հարցերի մեջ ինտրիգ չէի փնտրել։ Ալիևը ասել է, Ալիևը չի ասել։ Նա կարող է մի պահ մոռանալ։ Մի պահ, թե ընդմիշտ մոռանանք, որ Զանգեզուրի միջանցք մեզ համար գերզգայուն արտահայտությունն է համառորեն շարունակում օգտագործել Ալիևը։ Կան ստորագրված փաստաթղթեր, կան ստորագրված հայտարարություններ, կան ստորագրված պայմանագրերի նախագծեր նույնիսկ եւ այդ բոլոր ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ դուք չեք հանդիպի Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, չկա նման բան։ Եղոյանը տեղյակ չէ նաև, թե Հայաստանում երբ կսկսեն կառուցել Ալիևի հայտարարած 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհը։ Արդյոք այս տարի ինչպես իրազեկել է Ադրբեջանի նախագահը։ Թե կոնկրետ առաջին այսպես քարը երբ բոլորը այնտեղ կդրվի, ես դժվար եմ ասել, բայց ամեն ինչ գնում է նորմալ կանխատեսելի ժամանակացույցով։ Եթե շինարարությունը Հայաստանի սահման Ալիևն է, թե Պողոսն է, թե Պետրոսն է, թե Ռուզաննան է, թե Նարեկն է։ Եթե շինարարությունը հասնում է Հայաստանի սահմանին, պիտի շարունակվի, չէ՞։ Ալիևը չի ասում, դա տրամաբանությունն է ասում, հասկանում եք, ոնց որ ասեք, ոնց որ դա նույնն է, ոնց որ ասեք, գիտեք, Ալիևն ասել է, որ առավոտը պետք է լինի արևածագ։ Ինքը արտահայտում է իր ցանկությունը։ Ալիևի ցանկությունն է, որ չգործի Հայաստանի ատոմակայանը։ Ոչ, ասում է Եղոյանը, ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, 2036-ին ավարտվելու է ժամկետը, Հայաստանը կարիք է ունենալու էլեկտրամատակարարման։ Ալիևը չի արել այդ գյուտը, դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է։ Հայաստանը հնարավորություն ունի նոր ատոմակայան կառուցելու, վստահ է ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, որը նախկինում հետ տնօրենների խորհրդի նախագահն էր, համոզված է Հայաստանը ադրբեջանական էլեկտրաէներգիայի կարիք չի ունենալու։ Էներգետիկ առումով Հայաստանը դառնալու էներգիա արտահանող երկիր։ Նարեկ Կարապետյանը ի տարբերություն ԿՊԱ-ական Եղոյանի տեղյակ է ադրբեջանցի մասնագետների Հայաստան այցի մասին։ Նրանք վերջին 2 ամսվա ընթացքում են եկել, ուսումնասիրել են Մեղրիի տարածքը։ Գիտեմ, որ ադրբեջանցիներ էին եկել Հայաստանի հարավային շրջաններ եւ դա մեզ անհանգստացրել էր, փորձել էինք ճշտել ինչի համար են եկել։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Թեման շարունակեն քննարկել Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Ալբերտ։ Արման, սա Ալիևի 17-րդ այցն էր Նախիջևան, նա այնտեղ խոսեց կոմանդո ստորաբաժանումների, նոր զորամասերի, ինչպես նաև 300 մեգավատանոց էլեկտրակայանի եւ արևային էներգետիկայի մասին։ Ինչ էր Ալիևը ըստ քեզ փորձում վաճառել թե ներքին, թե արտաքին լսարանին։ Ալբերտ, Ալիևի այս այցն ու հարցազրույցը սեփական լսարանին ուժեղ եւ ինքնաբավ Ադրբեջան ցույց տալու դասական քարոզչական քայլեր էին։ Փորձեմ այդ հարցազրույցից դուրս բերել հիմնական քարոզչական թեզերը, որոնք Ադրբեջանի նախագահը ուզում էր վաճառել իր լսարանին։ Առաջինը ռազմական ուժի ցուցադրությունն է, նա հատուկ շեշտեց Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի ու կոմանդո նոր ստորաբաժանումների մասին, ցույց տալով, որ Նախիջևանը լիովին զինված է եւ պատրաստ ցանկացած էսկալացիայի։ Երկրորդը էներգետիկային վերաբերող թեզն է, 300 մեգավատ ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքով եւ արևային էներգիայի նախագծով նա փորձում է Նախիջևանը ներկայացնել ոչ թե շրջափակված էսկլավ, այլ դեպի Թուրքիա եւ Իրան էլեկտրաէներգիա արտահանող հանգույց։ Ու մեզ համար ամենավտանգավոր թեզերից մեկը, Ալբերտ, մեկ միասնական տարածքի հայեցակարգն է։ Ալիևը հարցազրույցում առաջ քաշեց մի վտանգավոր թեզ, թե օկուպացված Արցախն ու Նախիջևանը մեկ միասնական պատմական ու վարչական տարածք են։ Նա ընդգծեց, որ Զանգիլանից Օրդուբադ ընդամենը 42 կիլոմետր է, ըստ էության այդ թվի մեջ ներառելով նաև Սյունիքի մարզը, որ այդ ամբողջ տարածքը պետք է ղեկավարվի նույն տրամաբանությամբ։ Արման, այդ համատեքստում Ալիևը անդրադարձավ նաև մի շատ հետաքրքիր ներքին փոփոխության, նա հայտարարեց, որ Նախիջևանում ներդրվում է նախագահի հատուկ ներկայացուցիչ ինստիտուտ, կառավարման նույն մոդելը Ադրբեջանը ներդրել էր նաև Արցախում օկուպացիայից հետո, արդյոք սա նշանակում է, որ Բաքուն դե ֆակտո չեզոքացնում է Նախիջևանի ինքնավարությունը, ինքնուրույնությունը։
Միանշանակ Ալբերտ, մենք ականատեսնենք Նախիջևանի ինքնավար հանրապետության դե ֆակտո լուծարմանը եւ Բաքվի ուղիղ կառավարման հաստատմանը։ Թեև թղթի վրա այդ ինքնավարություն բառը պահպանվում է, իրականում տեղի ունենում հետեւյալը. կլանային համակարգից անցում Բաքվի ուղիղ վերահսկողության։ 2022 թվականի դեկտեմբերին Նախիջևանը 27 տարի ղեկավարած Վասիվ Թալիբովի հեռացումից հետո Ալիևը քայլ առ քայլ քանդում է տեղական էլիտայի ինքնուրույնությունը։ Նախագահի հատուկ ներկայացուցչի նշանակմամբ Նախիջևանը զրկվում է ինքնուրույն որոշումներ կայացնելու որևէ լծակից։ Սրանով Ալիևը Նախիջևանն ու նաև օկուպացված Արցախը դնում է կառավարման նույն ռազմատնտեսական ռելսերի վրա։ Սարվում է նրա համար, որպեսզի Սյունիքի ուղղությամբ բոլոր որոշումները, օրինակ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ կայացվեն Բաքվից առանց տեղական միջամտության։ Այս ամենից բացի Նախիջևանի բյուջեն, էներգետիկան, տրանսպորտն ու հողային ռեսուրսները լիովին անցնում են Ալիևի աշխատակազմի վերահսկողության տակ։ Սրանից կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է Նախիջևանը ծառայեցնել որպես պլացդարմ իր աշխարհաքաղաքական ծրագրերի համար։ Արման Ալիևը նաև հայտարարեց, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանը չկարողացավ ապահովել միջանցքի բացումը եւ այժմ հարցը տեղափոխվել է TRIP նախագծի Վաշինգտոնի ձևաչափի դաշտ։ Այո, այստեղ մենք տեսնում ենք չափազանց կարևոր աշխարհաքաղաքական տեղաշարժ։ Ալիևը փաստացի խոստովանեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որտեղ վերահսկողությունը վստահված էր Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը, այլևս չի գործում։ Նա բացահայտ ասաց, որ Մոսկվան չկարողացավ ապահովել դա եւ այժմ հարցը լուծում է TRIP նախագծով ԱՄՆ հովանու ներքո, ու որ Մոսկվան դուրս է եկել խաղից։ Ալիևը եւս մեկ անգամ հաստատեց, որ Մոսկվան զրկվել է Հարավային Կովկասի տրանսպորտային ճարտարապետության մեջ գլխավոր միջնորդն ու վերահսկողը լինելու մանդատից, ինչը լուրջ հարված է այս տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերին։ Եթե մեկ նախադասությամբ ամփոփեմ, ապա Ալիևը վերահաստատեց, որ Ռուսաստանը կորցրել է իր ամենակարևոր լծակներից մեկը՝ միջնորդի վերահսկողի դերը, ինչը թույլ էր տալիս նրա ներկայությունն պահպանել թե Հայաստանում, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Շնորհակալություն Արման, հարգելի հեռուստադիտողներ, Իլհամ Ալիևի Նախիջևանյան հայտարարություններն ու դրա քարոզչական թեզերը քննարկում ենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամադովը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, թե մտքեր են փոխանակվել արձանագրված դրական զարգացումների տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի եւ վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալիզացման համատեքստում։ Կարդում ենք ԱԳՆ հաղորդագրությունում։ Եթե նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չլինի, դա կազմաքանդելու է երրորդ հանրապետությունը, շարունակում է ահազանգել Հայաստան խմբակցությունը։ Ընդդիմադիրները համոզված են նոր սահմանադրությունը բացառապես Ալիևյան պահանջ է, որքան էլ որ ԿՊ-ն հակառակն է պնդում։ Ըստ իշխանականների նոր սահմանադրություն ունենալու հարցը միշտ եղել է իրենց օրակարգում։ Ընդդիմադիրները հակադարձում են, մինչև Ալիևի պահանջը ԿՊ-ականները ոչ թե նոր սահմանադրության, այլ սահմանադրական բարեփոխումների մասին էին խոսում։ Հայաստան խմբակցությունում համոզված են սահմանադրության փոփոխությունը Հայաստանն այսպես կոչված արևմտյան Ադրբեջան դարձնելու առաջին փուլն է։ Ես չգիտեմ դուք երբ կհասկանաք, որ այստեղ եք հասել ուղակի։ Իշխանությունից կուշտ լինելու հիմնական պատճառներից մեկն էլ նոր սահմանադրություն ունենալու սևեռուն միտքն է, ասում են ընդդիմադիրները։ Նոր սահմանադրություն ունենալ Հայաստանում բացառապես Ալիևյան պահանջ է եւ դա Ալիևի սահմանադրությունն է։ Ալիևը պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին հղումը։ Հռչակագրում դրույթ կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Ադրբեջանի նախագահն ուզում է հայկական Արցախի էջը փակել ու դա ամրագրել նաեւ Հայաստանի սահմանադրությամբ։ Եթե նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չլինի, դա կկազմաքանդի երրորդ հանրապետությունը, պնդում է Քրիստինե Վարդանյանը։ Հիմա ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք այս ամեն ինչը, սիրելի քաղաքացիներ։ Ձեզ ուղակի հանրաքվե չեն առաջարկում։
Ձեզ ինչ որ փոփոխություն կամ չեն, ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, որի համար երևի Հայաստանում ամեն ընտանիք արյուն է թափել, ու այդ ամենը մենակ նրա համար, որ Ալիևի հակով սահմանադրություն կարվի։ Ընդդիմադիր պատգամավորը սուտ է որակում իշխանության հայտարարությունները, թե նոր սահմանադրության հարցը միշտ է եղել ՔՊ-ի օրակարգում։ Հիմա նայեք, խնդրում եմ այս նկարը։ Իլհամ Ալիև 2021 թվական Հայաստանը պետք է մշակի եւ ընդունի նոր սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյան 2024 թվական Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրության։ Սահմանադրության փոփոխության մասին Փաշինյանը խոսել է դեռ 2020-ի փետրվարին, շտապում է հակադարձել ԱԺ նախագահը, խոստանալով այդ մասին հրապարակման հղում ուղարկել Քրիստինե Վարդանյանին։ Հարգելի գործընկերներ, հենց հիմա ես Տիկին Վարդանի համարը չունեմ, բայց ուղարկում եմ Գեղամ Մանուկյանի համարը ունեմ։ Իրան ինքը ցույց կտա։ Եվ կսպասեմ ձեր ներողությանը, Տիկին Վարդանյան։ Ոչ հղում ուղարկելու կարիք կա, ոչ էլ բանը ներողությանը կհասնի, հայտարարում են ընդդիմադիրները, ՔՊԱ-ականներին հիշեցնում հպարտ քաղաքացու անձնագրի մասին, որի վրա միավորված են Հայաստանն ու Արցախը։ Հայաստանի ու Արցախի միասնական քարտեզով անձնագիրը անձամբ Նիկոլ Փաշինյանն է գովազդել 2020 թվականի փետրվարի 27-ին։ Դուք եւ Նիկոլ Փաշինյանը գնում էիք սահմանադրության փոփոխության այս ձևաչափով։ Սահմանադրության փոփոխությունը փորձում էիք մարդկանց համոզել հպարտ քաղաքացու անձնագրով, որը ամենևին այս քարտեզը չի։ Հիմա երբ հպարտ քաղաքացուն Փաշինյանը հերոս հարկատու է հռչակել, ուզում է նոր սահմանադրություն գրել Արցախի մասին հիշատակումը ջնջելով։ Չկա որևէ միամիտ մարդ, ով կարծի, որ այս սահմանադրության մասին քննարկումները Հայաստանում ծնված օրակարգ են։ Ինչպես Արցախը ադրբեջանական հռչակեցիք, այնպես էլ մի օր Հայաստանը արևմտյան Ադրբեջան կհռչակեք, ՔՊԱ-ականներին դիմելով ասում են ընդդիմադիրները։ Ես ուզում եմ այս համատեքստում մեկ այլ հարցի անդրադառնալ։ Հայաստան խմբակցության ղեկավարը հիշեցնում է, որ ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական փոփոխություններ անելու մանդատ չի տվել։ Առնվազն 70 պատգամավոր պետք է այո ասի նոր սահմանադրությանը, իսկ ՔՊԱ-ականները 64-ն են։ Ու թող հույս չունենան, որ ընդդիմադիրներն իրենց աջակցելու են։ Աննա Գրիգորյանի համոզմամբ սահմանադրության փոփոխությունը Հայաստանն այսպես կոչված արևմտյան Ադրբեջան դարձնելու առաջին փուլն է։ Եվ եթե կուզեք, ընտրության այս համամասնությունը իր բոլոր խնդրահարույց կետերով հանդերձ փրկողակ է ձեզ։ Փրկողակ է Նիկոլ Փաշինյանին հերթական ստորացուցիչ զիջմանը չգնալու համար։ Կասկած չունեն ընդդիմադիրները։ Ալիևը պահանջի հետևից է ներկայացնելու, եթե չկանգնեցվի ադրբեջանական պահանջատիրության անիվի կործանարար ընթացքը։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Խորհրդարանում ամենայն հայոց կաթողիկոսին վերաբերող հայտարարությունները դարձել են կամ ծափահարությունների կամ սեղաններին հարվածելու ակցիաներ։ Ընդդիմադիրները շարունակում են ձեռքերով սեղանին հարվածել այն ժամանակ, երբ իշխանականները կաթողիկոսին կոչում են ավազանի անունով։ Իշխանականները սեղաններին են հարվածում, երբ ընդդիմադիրներն օգտագործում են ամենայն հայոց կաթողիկոս Ռեափար Գարեգին երկրորդ դիմելաձևերը։ Երեկ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել իրենք ձայն խլացնելու ակցիաներ են անելու այն ժամանակ, երբ ընդդիմադիրները ՔՊԱ-ականների բանականությունը վիրավորող անուններ կամ կոչումներ կարտաբերեն։ Ձեզ մոտ վեհափառը կարող է զավակ ունենալ։ Այդպիսին է ձեր կրոնը, եկեք եւ մեզ պատմեք, ինչպիսին է ձեր կրոնը։ Ես ձեզ ասում եմ, Գրիգոր Լուսավորչի հետ այդ փուլը անցել ենք, պարոն Կարապետյան, նախորդ գումարումում քննարկել ենք, երևի չեք նկատել։ Կամ այդ ժամանակ քաղաքականությամբ հետաքրքրված չեք, որտեղ չեք շալակել քրեական գործը։ Նախորդ գումարումում եւ աշտիշատի ժողովում երևի կամ դրանից հետո սահմանվել, այսինքն ժողովուրդ ջան, իրենք իրանց համար սահմանել։ Այսինքն եթե դու Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, այսինքն հաստատում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, այդ էր ձեր ասածը։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, դուք հենց նոր խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Դա հերիքա հարգելի գործընկերներ։
քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք ես խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինձ թվում է հերիք է հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Վարդան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանի Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ձեզ հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի այդտեղում ձեր խմբակցությունում եւ ես ձեզ հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Ինչ ասեմ, դմփու արեք կաթողիկոսի անունը լսելուց, դա է մակարդակը։ Հարությունյան։ Ընդդիմադիր պատգամավորներն ընդգծել են իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հերթական անգամ խեղաթյուրել է իրականությունը, ասելով, թե եկեղեցին հարկ չի վճարում։ Ընդդիմադիրները հիշեցրել են 2025 թվականի 3-րդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում եկեղեցին զբաղեցրել է 508-րդ հորիզոնականը վճարելով 524 միլիոն դրամ հարկ, դա հաստատվում է հենց Պեկի հրապարակած պաշտոնական փաստաթղթով։ Ինչի պիտի եկեղեցին հարկեր չտա։ Աստված ինչ որտեղը տենց բան է ասել։ Հայ առաքելական եկեղեցին հարկ վճարում է։ 2025 թվականի տվյալներով հայ առաքելական Սուրբ եկեղեցին վճարել է ավելի քան 520 միլիոն դրամի հարկ եւ եղել է ընդհանուր հարկատուների ցանկում 508-րդ տեղը, եթե չեմ սխալվում։ Այս առումով, որպեսզի թյուրիմացություններից խուսափենք, օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվում են միայն կրոնական գրականության վաճառքը եւ կրոնական ծիսակատարությունները, այսինքն երբ մարդը գնում է կնունք անում, ասենց բացատրեմ Ժողովուրդ ջան, այդ կնունքի դիմաց դուք գումար եք վճարում, դա չի հարկվում, կամ կրոնական, ասենք նոր կտակարան են վաճառում, աղոթագրքեր են վաճառում, մոմ են վաճառում, չէ, մոմը չէ, ներողություն, գրականության մասն է խոսում։ Պետական իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԿՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության հարցը քննարկելուց հետո ազգային ժողովն անցել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկմանը։ Ուժեղ Հայաստան այդ հանձնաժողովում Հայկ Ֆարմանյանի թեկնածությունն է առաջադրել։ Բացի այս հանձնաժողովից Ուժեղ Հայաստանը կնախագահի նաև տարածքային կառավարման եւ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները։ Հայաստան խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում է թեկնածու առաջադրելու։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ընթացքում Հայաստանի պետական պարտքն է եղել падգամավորների հիմնական թեման։ ԿՊԱ-ականներին հետաքրքրել է, թե ինչ կլինի, եթե Հայաստանը որոշի չփակել պետական պարտքը։ Ընդդիմադիրների արձագանքը Թերեզա Կադաևչյանի ռեպորտաժում։ Կարող եք ասել մի հատ երկիր, կոնե վերջին 40 տարում, որ պետական պարտքը չի տվել, իր հետ ինչ ա եղել։ Սարկազմ ծաղր է համարում ԿՊԱ-ական Սիսակ Գաբրելյանն այն, որ ընդդիմությունն աղմուկ է բարձրացնում 8 տարում պետական պարտքը կրկնապատկելու 14 միլիարդ դոլարի հասցնելու փաստի շուրջ։ Միջազգային բանկերը զորք են հավաքում, Էդմոն Մարուքյանը ասած գալի կառավարության շենքերն են գրավում, թե օրինակ Հայաստանի դեպքում էլի սարկազմով միարք ասում, բայց չգիտեմ, սահմանները բացում 300,000 ադրբեջանցիներ են գալու, ինչ ալի։ Գաբրելյանի հեգնական հարցը ընդդիմության այն մտահոգությունն է, որ պարտք ունեն անգամ Հայաստանի չծնված քաղաքացիները։ Կոպիտ ասած, գլխի գալիք է իմանա այս ժողովուրդ, որ այսքան սենց սարսափացնում եք, ասում եք, այսքան պարտք ունես, կարող է պարզվի, որ վերջում դեմրասում դե չիլի վիճակն է։ Հիմա չեն կարող, չի ստացվի, չեն տա։ Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի տեղի համար Ուժեղ Հայաստանի առաջադրված թեկնածու Հայկ Ֆարմանյանին է ուղղված ԿՊԱ-ականի հարցը։ Ես հասկանում եմ, որ չի ստացվի չեմ տայի դեպքում երկիրը սնանկ կճանաչվի, ԿՊԱ-ականին զգուշացնում է Ֆարմանյանը։ Մենք մեր տնտեսության մեջ ունենալու ենք պետական պարտքի կայուն կառավարելիության խնդիր։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենալու, գուցե սնանկ հայտարվի երկիրը։ Եվ դե հիմա եւ արդեն դուք ենթադրեք։ Հիմա մարդու վրա օրինակը բերենք։ Եթե մարդը գործարար է, ունի շատ պարտքեր եւ չի կարողանում սպասարկել,
Պարոն Գաբրելյան, ինչ է տեղի ունենում այդ պարագայում, նույնը պրոյեկտ է պետության վրա։ Պետության դեպքում դեֆոլտ է կոչվում սնանկությունը։ Օրինակ դեֆոլտ տերմինը կա։ Դեֆոլտ հայտարարած պետությունն իհարկե ամբողջական չի մարում պարտքը ոչ վճարունակ լինելու պատճառով։ Բայց իրեն ոչ վճարունակ հայտարարածի վարկանիշն այլևս բարձր չի լինում։ Վճարունակության ցածր վարկանիշ ունեցողին վարկ են տալիս շատ ավելի բարձր տոկոսադրույքներով։ Օրինակ, երբ որ պարտքդ մեծանում է, հաջորդ պարտք վերցնելուց տոկոսադրույքը ավելի շատ է լինում։ Իսկ հետաքրքիր չէ Սիսակ Գաբրելյանին, ով է տուժելու, եթե Հայաստանը հրաժարվի վճարել պարտքը, հարցնում են ընդդիմադիրները։ Օրինակ, Հայաստանում, որ ներքին պարտքը տենց մեծանա ու պետությունը դեֆոլտի չգնալու պարագայում հրաժարվի վճարել, դրանից տուժողն ով է լինելու։ Տուժող Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ ԿՊԱ-ականները այլ տեսանկյունից են նայում հարցին, փորձելով հակադարձել ընդդիմությանը։ Համախառն ներքին արդյունքի հետ պարտքի հարաբերակցության տոկոսը իջել է։ 2017 թվականին պարտքնա հարաբերակցությունը եղել է 59%։ Հիմա 2025 թվականին պարտքնա հարաբերակցությունը 49% է։ Այս ցուցանիշի արդյունքը ըստ ԿՊԱ-ականների այն է, որ աշխատավարձ է բարձրացել։ Բայց թոշակն է խնդիրը, անգամ 10,000 դրամով ավելացնելուց հետո, ըստ Ֆարմանյանի, բարձրացված թոշակն անգամ չի ծածկում գնաճը։ Պետական պարտքնա միայն այդ հարաբերակցությունով չի սահմանափակվում, գնահատականը գոյություն ունեն պետական պարտքի սպասարկման ուղղված ծախսեր, գոյություն ունի գնաճ եւ այլն։ Հիմա օրինակ երբ որ դուք ասում եք որպես դրական երևույթ, որ աշխատավարձերը ավելացել են, համախառն կൂട്ടակային գնաճը երբ որ հաշվում ենք, կենսաթոշակները մի բան էլ նվազել են, ոչ թե աճել են։ 21%-ով ավելացել են կենսաթոշակները, համախառն կൂട്ടակային գնաճը երբ որ հանում ենք, մինուսային պատասխան ենք ստանում։ Բացի այդ, ինչի համար է պետությունը պարտք վերցնում։ Նախորդ շաբաթ է կառավարությունը $320 միլիոն երկու նոր վարկ վերցրել, որի մեծ մասն ուղղվելու է պետական բյուջեի ծրագրի իրականացմանը, այսինքն նաև աշխատավարձ ու թոշակ տալուն։ Մինչև քաղաքականությամբ զբաղվելը ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի տեխնացուն պետեկամուտների կոմիտեում է աշխատել։ Դրանից առաջ մի ընկերություն է հիմնել, հետո վաճառել այն։ FH ընկերությունը, որը այտենց երջանիկ պատահականությամբ ձեր անվան, ազգանվան առաջին տառերն են, Հայկ Ֆարմանյան, եւ դուք այդտեղ ընդհանրապես մասնագետ եք կամ որևէ աշխատանք եք կատարում, բայց սեփականության հետ առնչության վերաբերյալ որևէ բան չկա։ Տառերի բառակապակցության դա ձեր վառ երևակայության արդյունքն է, որովհետև այդ FH-ը finance and H տառը չեմ հիշում նոր սեփականատեր ինչ նպատակով այդ տառերի կոմբինացիայով անվանափոխել, որտեղ այլևս ես վաճառել եմ ՍՊ-ի հետ որևէ առնչություն չունեի սեփականատեր կամ որպես տնօրեն իմաստով։ Ֆարմանյանը վստահեցնում է փաստաթղթերում ամեն ինչ նորմալ է, ինքը բիզնեսով չի զբաղվում, բայց ԿՊԱ-ականներին չեն բավարարում նրա պատասխանները, փորձում են ինչ գնով էլ լինի մի կեղտ գտնել։ Մի հետաքրքիր հարցազրույց կա, որը տվել է 2020 թվականի հունիսի 19-ին, արդյոք դուք շարունակում եք մնալ այն կարծիքին, որ անցյալի էջը պետքա փակված համարել եւ որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը ական է պետության տակ եւ ոչ թե ական են պետությունից թալանող պաշտոնյաները։ Հիմա էլ է պնդում Ֆարմանյանը, եղած օրենքներով էլ էր հնարավոր պետությունից գողացածներին պատժել, նոր օրենքի կարիք չկար, որը ըստ Ֆարմանյանի պատժիչ գործիք է իշխանության ձեռքում։ 8 տարի դուք իշխանության եք, բացահայտեք որևէ խնդիր չկա։ Ես նոր падգամավոր եմ եւ օգոստոսի 2-ից առ այսօր միայն մարտի 1-ի մասին եմ լսում եւ Ռոբերտ Քոչարյանի։ Դուք չեք հոգնել ինձ, ուղղակի հետաքրքիր է։ Մեր ժողովուրդը ինչ է մտածում մեր մասին։ Ես ընդհանուր խոսում եմ երևույթի մասին։ Երբ որ ասում ենք անցյալի էջը փակել, մենք պետք է առաջ շարժվենք, ժողովուրդ ջան։ Հոգնել ենք, չի կարելի անընդհատ խոսել մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը։ Իսկ ինչ կասի Ֆարմանյանը Պեկի մասին, անդրդվելի են ԿՊԱ-ականները։ Ձեր մաքսայինում աշխատած ժամանակահատվածում արդյոք կային արտոնյալներ։ Ոչ յուրայիններին աշխատանքից ազատելու ցուցակ մեկ անգամ է տեսել Ֆարմանյանը, որի մեջ նաև իր անունն է եղել, ու այդ ցուցակն իջեցվել է Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո 2019 թվականին։ Ձեր իշխանությունները, երբ որ եկել են իշխանության 2018 թվականին, ամենայն անկեղծությամբ ես չեմ կարող նայել էկրանին ու այլ բան ասել։ Ուղիղ հրահանգ է տրվել, եղել է ցուցակ համապատասխան պաշտոնյաների եւ ասել են դուք յուրային չեք, դիմում գրեք գնացեք։ Ես եղել եմ այն բացառիկ մարդկանցից մեկ, ով դիմում չի գրել։
Հետո կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ես ավտոմատ աշխատանքից դուրս եմ մնացել։ Իրեն աշխատանքից ազատելը ապօրինի է համարել Ֆարմանյանն ու հայց ներկայացրել ՊԵԿ-ի դեմ։ Դատարանը Ֆարմանյանի օգտին է վճիռ կայացրել։ Թերեզա Կադաևչյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայակվե նախաձեռնության անդամները պահանջում են ազատ արձակել Ավետիք Չալաբյանին, նա արդեն 50 օր է անազատության մեջ է։ Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով կալանավորված Չալաբյանը չի ընդունում այդ մեղադրանքը։ Նրա աջակիցների խոսքով Չալաբյանը քաղբանտարկյալ է եւ իրենք շարունակելու են բողոքի գործողություններն այնքան, որ Արևմուտքն ընդունի Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Արդեն 50 օր կալանավորված Ավետիք Չալաբյանի ազատության պահանջով մի խումբ հասարակական, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ եւ մշակույթի ներկայացուցիչներ են հավաքվել։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Շղթայված, խլացված մի խոսափող են իրենց հետ բերել ու պնդում են։ Խոսափողը շղթայված է, քանի որ ազատազրկված է Չալաբյանը։ Հայակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգողին ակցիայի մասնակիցների համոզմամբ բանտարկելով ազատ խոսքից են զրկել։ Քաղբանտարկյալների խնդիրը դա բոլորի խնդիրն է, թող ոչ ոքին չթվա, որ մարդիկ ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այդ քաղաքականությունը քացով իրանց դուրը չի ջարդի ու չի մտնի իրանց տուն։ 4 տարում արդեն երկրորդ անգամ է Ավետիք Չալաբյանը ապօրինի կալանավորվում, նկատում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրա համոզմամբ այս անգամ էլ է փլվելու քրեական գործը։ Հայակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգողը մեղադրվում է ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Հիմա նորից կալանքի տակ պահել Ավետիք Չալաբյանը նշանակում է, որ ինքը այս իշխանությունների թիրախում է եւ այն գործունեությունը, որ նա ծավալում է, եւ դա բացարձակապես ձեռնտոչի իշխանություններին եւ Ավետիք Չալաբյանին եւս փակել են մի մարդ պակաս լինելու համար։ Ակցիայի մասնակիցները ենթադրում են, որ իշխանությունը պարզապես քննադատներին լրացնելու հեշտ ձև է գտել, որպեսզի իրենց հասցեին մի թթու խոսք ասող չլինի, պատրաստ են բանտերը լցնել քաղբանտարկյալներով։ Ինքս ինձ բռնացնում եմ երբեմն հետընտրական շրջանում այն մտքի վրա, որ գրում են, որ ինչ որ մեկը քաղբանտարկյալներից կալանքից ազատվել է, իսկ ես նույնիսկ բաց եմ թողել այն մասը, որ նրան արդեն կալանքի են տարել։ Ալիևյան ռեժիմին է ուզում նմանվել Փաշինյանի ռեժիմը։ Ատելության գեներացման Հետընտրական Հայաստանի զարգացումները հասարակական գործիչները նմանեցնում են ընդդիմախոսների դեմ Ալիևյան պայքարի բիրտ դրսևորումներին։ Ադրբեջանում մոտավորապես 400 քաղբանտարկյալներ կան ճանաչված Եվրոպական միության կողմից։ Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի Արևմուտքը եւ ընդհանրապես ամբողջ աշխարհը ճանաչի այն փաստը, որ Հայաստանում սիստեմատիկաբար կան քաղբանտարկյալներ։ 2 ամսով կալանավորված Չալաբյանին արգելված է տեսակցել անգամ ընտանիքի անդամներին։ Ամուսնու հետ շփվելու միակ միջոցը բանտի հեռախոսն է, ասում է կինը։ Օրական 1 անգամ հնարավորություն ունեն կալանավորները օգտվելու այդ հեռախոսից։ Մեր հետ կարողանում են բաց կապով ամեն օր տաքսոֆոն այսպես կոչված կհալ բանտում, որ պատկերացնեք, այսինքն դրանք ինչ որ հեռախոսներ են, որ 4 հատ հեռախոսա 30 հոգի մարդ հերթականգնած, որպեսզի այդ հեռախոսները վարակ ինչ որ բան ընտանիքի հետ կապներեն խոսեն։ Մենք օրական երևի 5 րոպե խոսում ենք ընդհանուր, չգիտեմ, առողջական վիճակից, ինչ որ կենցաղային հարցերից, ով ինչպես է, ինչ նորություն կա։ Ակցիայի վայրում Սարյանի պուրակում գրատախտակ են դրել ակցիայի կազմակերպիչները, որի վրա մարդիկ նամակներ են գրում Ավետիք Չալաբյանին։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Գոհար Ղումաշյանի գործով հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանի հնարավոր հարցաքննությանը արձագանքել է Մոսկվան։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մասնավորապես ասել է. հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագրերը վկայում են Եվրոպայի հետ մերձեցումից եւ Կիևի հետ եղբայրանալուց առաջացած բարոյական քայքայման մասին։ Մեջբերման ավարտը։ Զախարովայի ձևակերպմամբ դա ծաղր է ընդհանուր պատմության եւ հիշողության նկատմամբ։ Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու գործով անցնող Ղումաշյանը ըստ մեղադրանքի Ռոզալիա Աբգարյանին խոստացել է հեռուստացույց նվիրել։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ հատվածում։ Զելենսկին չտեսնված գործողություն է անվանում Կրասնոդարի գիշերային գրոհը, անօթաչուներից երեխա է զոհվել այդ մարզում։ Թրամփը հաստատել է Թուրքիայից Մեծ Բրիտանիա մեկնելիս զգուշացել է, թե իրանցիները կհարվածեն բորթամար մեկին ու փոխել է օդանավը։ Ես շատ սպառնալիքներ եմ զգում։
Կոլումբիայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը, ավելի քան 2500 վիրավորներին չեն հասցնում օգնություն ցույց տալ ավերված հիվանդանոցներում։ Գործել ենք բացարձակապես ամեն ինչ։ Ալաբյան փողոցում լքված երեխայի մորն են փնտրում իրավապահները, նախկին ոստիկանը խիստ արձագանք է պահանջում մանկալքության դեպքերին։ Ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկել Զելենսկին չտեսնված գործողություն է անվանում Կրասնոդարի գիշերահին գրոհը։ Հարյուրավոր անօթաչուներ է արձակել ուկրաինական բանակ այդ երկրամասի ուղղությամբ, Կիևը նաև հրթիռներ է կիրառել։ Զոհերի մասին է հաղորդում Մոսկվան, նրանցից մեկը 8 տարեկան երեխա է։ Վերջին շաբաթների ամենամասշտաբային հարձակումն է Ուկրաինան իրականացրել Կրասնոդարի երկրամասում։ Հարյուրավոր անօթաչուներով գրոհը, որ չտեսնված գործողություն է անվանել Ուկրաինայի նախագահը, 8 տարեկան երեխայի կյանք է խլել։ Նովորոսիսկում ավելի քան 10 մարդ է տուժել, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Նեպտուն հրթիռներով Պալյանից անօթաչու թռչող սարքերով են ուկրաինացիներն իրականացրել հարձակումը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց թիրախը առաջնագծից 300 կիլոմետր հեռավորության վրա Նովորոսիսկի ռազմածովային բազան է եղել, մեծ հրդեհ է բռնկվել այնտեղ։ Աշխատանքը դադարեցրել է Նովորոսիսկի հացահատիկի տերմինալը։ Զոհ կա նաև Ռուսաստանի Թեմրյուկի շրջանի Վոլնաավանում, անօթաչուի հարվածից մի տուն է փլուզվել, փլատակներից մի տղամարդու են հանել, նա հիվանդանոցում մահացել է։ Անապայում և Գելենջիկում անօթաչու թռչող սարքերի բեկորներից 4 մարդ է տուժել։ Ծովափնյա այդ քաղաքում արտակարգ դրություն է մտցվել, 20 տուն է վնասվել, անտուն մնացածներին տարհանել են։ Ուկրաինական կողմի հարվածների պատճառով վառելիքի ճգնաժամը խորանում է Ռուսաստանում։ Լիպեցկի նահանգապետը կոչ է արել հայրենակիցներին կրճատել ուղևորությունները և բավարարվել մինչև 10 լիտր բենզինով։ Հերթեր են Կրասնոդարի երկրամասի բենզալցակայաններում։ Ռուսաստանն իր հերթին անօթաչուներ և հրթիռներ է ուղարկել Ուկրաինա։ Խերսոնում անօթաչուի հարվածից մի կին է զոհվել իր տանը։ Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով առևտրի կենտրոն է վնասվել։ Շրջանի ղեկավարը հայտարարել է, որ խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսների հարվածներից Զապորոժիեի շրջաններից մեկում 1000-ից ավելի մարդ առանց լույս է մնացել։ Գայանե Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Վրաստանում փորձում են արհեստականորեն ռուսատյացություն բորբոքել գործակալական ցանցերի օգտագործմամբ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով այսպես կոչված խորքային պետության Deep State-ի ծրագիրն է այս ամենը։ Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի ռուսատյացությունը եւ ընդհանրապես այլատյացությունը օտար երևույթներ են վրացական մշակույթին։ Նա նաեւ ընդգծել է, որ ռուսատյացություն հրահարելու նպատակը Վրաստանի տնտեսությունն ու պետությունը փլուզելն է։ Կոբախիձեն հիշեցրել է ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո երկրորդ ճակատ բացելու իր բառերով գլոբալ պատերազմի կուսակցության նպատակը։ Իդրացիում գոմարոբաշի օպոզիցիայում ալբათ չգույցոդե ոդա ռոմարվիցոդե սավգունից թավզե օգնդարամոս Հենց դա էր այն հնարավորությունների պատոհանը, որը մեր երկիրն ու ժողովրդին կանգնեցրել էր գոյաբանական սպառնալիքի առաջ։ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու պահանջը շուտով ուղարկվեց Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին միանալու հրահանգներով, ինչը միտված էր վրացական տնտեսության քայքայմանը։ Հենց այն պատճառով, որ վրացական իշխանությունները հրաժարվեցին կատարել այդ պահանջները, վարեցին ինքնիշխան քաղաքականություն եւ գործեցին պետական շահերից ելնելով։ Մեր երկիրը դարձավ եվրոպական բյուրոկրատիայի և արևմտյան առաջնորդների թիրախը, որոնք գործում են ոչ ֆորմալ օլիգարխիկ ուժերի միջոցով։ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի հնարավոր հարվածի վտանգը հաշվի առնելով փոխել է իր ինքնաթիռը եւ Անկարայից մեկնել ոչ թե նախագահական Air Force One-ով, այլ ռազմական օդանավով։ Շուրջ 2 ամիս գաղտնի պահվող այս տեղեկությունը Washington Post-ն էր բացահայտել։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայից Մեծ Բրիտանիա մեկնելիս են ամերիկյան գաղտնի ծառայությունները իրանական հարվածի վտանգ տեսել։ Սկանդալ, որ պայթել է իրադարձություններից շուրջ 2 ամիս անց։ Այս կադրերում երևում է ինչպես է հուլիսի սկզբին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Դոնալդ Թրամփը բարձրացել է Air Force One օդանավ։ Վայրկյաններ հետո օդանավի մյուս կողմում կանգնած սնունդ մատակարարող բեռնատարը շարժվել է, տանելով նաև նախագահ Թրամփին։
Նահանգների ղեկավարը հաստատել է The Washington Post-ի երեքշաբթի արած սենսացիոն բացահայտումը եւ խոստովանել, որ Իրանի սպառնալիքներից ազդված գաղտնի փոխել է օդանավը եւ ռազմական օդանավով է լքել Անկարան։ Դե դա գաղտնի ծառայության գործն է։ Ես կատարում եմ նրանց պահանջները։ Նրանց կարծիքն ինձ համար կարևոր է։ Նրանք ցանկանում էին, որ ես այլ օդանավով մեկնեմ։ Ես դա արեցի։ Ես անում եմ այն, ինչ նրանք ասում են։ Կարծում եմ սպառնալիք կար։ Ես շատ սպառնալիքներ եմ զգում։ Թրամփը լրագրողներին ասել է, որ չի վստահում Իրանին։ Ով գիտի ինչ կլիներ, եթե ինքը չլսեր անվտանգության աշխատողներին եւ Իրանի հարևան Թուրքիայից բորդ համար 1-ով ուղևորվեր Մեծ Բրիտանիա։ ԱՄՆ նախագահը, որի նկատմամբ կառավարման երկրորդ շրջանը չսկսած քարոզարշավի ժամանակ 2 մահափորձ է եղել, ու նույնիսկ մի անգամ փամփուշտը թռցրել է ականջի ծայրը, սպառնալիքներ է զգում նաեւ հիմա։ Թե Փենսիլվանիայի, թե Ֆլորիդայի մահափորձերը Թրամփի հավաստիացմամբ Թեհրանի նախկին ղեկավարների ձեռքի գործն են։ Չեմ վստահում Իրանին։ Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին։ Նրանք անընդհատ ստել են ինձ։ Իր ձևակերպմամբ ստախոսների հետ նահանգների գործերը լավ են, ասել է Թրամփը։ Իրանի հետ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ հրաշալի է ընթանում։ Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Մենք վերահսկում ենք այն, միայն մենք, ուրիշ ոչ ոք։ Մեր նավատորմն անհավանական է։ Թրամփը նորից ասել է, թե բաց է նեղուցը, հայտարարություն, որից տարակուսած են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ինչպես է նահանգների ղեկավարն այն բաց համարում, երբ անձամբ է շրջափակած պահում այն։ Թեհրանը նկատում է, որ այս հայտարարություններով Վաշինգտոնը փորձում է հրաժարվել նավագնացության գործարքից ու ավելի անկայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Իրանը միջնորդների միջոցով նահանգներին է հայտնել Հորմուզի նեղուցը բոլորի համար բացելու պայմանները։ Իրանը թույլ կտա նավարկել կենսական այդ ճանապարհով, միայն երբ նահանգները դադարեցնի ռազմական գործողությունները նաև Լիբանանում եւ Գազայում, ապա սառեցնի իրանական ակտիվները։ Գանա Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Պակիստանի կառավարությունում թուրքական Անադոլու գործակալության աղբյուրները հայտնել են, թե Միացյալ Նահանգները եւ Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։ Ինչպես հայտնել էինք, Իսլամաբադի հուշագրով 60-օրյա հրադադար է հաստատված, որի ժամկետը լրանում է այս շաբաթ։ Reuters-ը սակայն իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ է զրուցել, որը հայտնել է, թե հրադադարի ժամկետը երկարաձգելու մասին բանակցություն չի եղել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը, վիրավորների թիվն անցնում է 2500-ից, նրանց չեն հարցնում օգնություն ցույց տալ աղետից տուժած հիվանդանոցները։ Վալեի համալսարանական հիվանդանոցի մի մասը փլուզվել է, բժիշկներն հիմա միայն երկրաշարժից տուժած մարդկանց են կարողանում օգնել։ Ավելի քան 30 ժամ փլատակների հետ կռիվ տվող կոլումբացի փրկարարներն այսօր փոքրիկ հույսով են լցվել։ Նրանք փլատակներից մարդու ձայն են լսել ու քիչ անց դուրս բերել 32-ամյա մի կնոջ։ Լարա Արաքելյանն է պատմում։ Պերեյրայի փլատակներում ողբի ձայնը միայն մի քանի վայրկյանով է ընդհատվում, երբ փրկարարները հասկանում են, որ ողջ մնացած մարդ կա հիմնահատակ փլված հյուրանոցի պանելներից մեկի տակ։ 32-ամյա Դանիելա Լարգո Սանչեսին հաջողվել է հաղթել կյանքի համար 36 ժամ շարունակված պայքարում։ Նրան դուրս են բերում ցնծագին ծափահարությունների տարափի տակ։ Փրկարարները իրար են գրկում, առնվազն 200 զոհ տված Կոլումբիայում փրկության ամեն պատմություն անգին է։ Կոլումբիայի նախագահը X-ում հատուկ շնորհակալություն է հայտնել փրկարարներին, որ չեն դադարեցրել որոնումները հյուրանոցի տարածքում շուրջ 7 ժամ, երբ հասկացել են, որ շները ինչ-որ հետք են բռնել։ Դանիելան հիմա Պերեյրայի հիվանդանոցում է և հույսի սիմվոլ է դարձել հարազատներին փնտրողների համար։ Հույսի ու հրաշքի կարիք ունեն անգամ բժիշկները, ճգնաժամ է առողջապահական համակարգում, գերծանրաբեռնված են հիվանդանոցները։ Վալեի համալսարանական հիվանդանոցի սպասասրահում պատգարակներին պառկած են վիրավորները օգնության սպասում, փլուզված է հիվանդանոցի 30%-ը։ Մենք հասցնում ենք սպասարկել բացառապես երկրաշարժի հետևանքով այստեղ հայտնված վիրավորներին, մյուս հիվանդները ստիպված են սպասել։
Մանկական վերակենդանացման բաժանմունքի բուժքույր է այս կինը, բայց հիմա ցանկացած բժիշկ ստիպված է աշխատել կոտրվածքներով ու առնազեղումներով վիրավորների հետ, անձնակազմը չի հերիքում։ Հիվանդանոցն աշխատում է իր հզորության կեսից էլ պակասով, վիրահատարանները չեն գործում, հիմնական ծանրաբեռնվածությունը շտապ օգնության բաժանմունքների վրա է։ Զինվորները, պարզ քաղաքացիները անընդհատ հիվանդանոց են բերում բամբակ, դեղեր, ջուր, ով ինչ կարողանում է։ Մարդկանց մեծ մասը երկրաշարժի պահին դուրս է վազել տնից, առանց անգամ առաջին անհրաժեշտության իրեր վերցնելու։ Որոշները հիմա մահվան սպառնալիքի տակ փորձում են մտնել իրենց բնակարանները, գոնե հագուստ դուրս բերելու հույսով։ Մեզ օգնություն է պետք, քանի որ կորցրել ենք բացարձակապես ամեն ինչ։ Ժամանակավոր կացարաններում փորձում են կերակրել, տեղավորել անտուն մնացածներին։ Սա համայնքային խոհանոց է։ Մեզ անհրաժեշտ են վրաններ, խոհանոցային պարագաներ, անգամ բանջարեղեն։ Շատերը անգամ չեն մոտենում այս վրաններին։ Իրենց հարազատներին որոնողները փրկարարական խմբերի կողքից հեռու չեն գնում։ Պերեյրայում միայն գործողությանը մասնակցում է 247 փրկարար, տեխնիկայով, շներով։ Նրանց աջակցում են երկրի տարբեր քաղաքներից ժամանած խմբերը, Կարմիր խաչը, քաղաքացիական պաշտպանությունը։ Լարա Արաքելյան, Հայլուր։ Հալաբյան 13 շենքի բակում նորածին երեխային հայտնաբերելուց հետո ամենակարևոր հարցը դեռ պատասխան չունի, ով է երեխային թողել այնտեղ եւ ինչու։ Ծնողներին փնտրում են, իսկ երեխայի ինքնությունը պարզելու համար իրավապահները ԴՆԹ թեստ պետք է անեն, բայց նախ պետք է գտնել այն մարդուն, ում հետ պետք է համեմատեն երեխայի ԴՆԹ-ն։ Սա Հայաստանում մանկալքության առաջին դեպքը չէ, նախորդ տարիներին նորածիններ հայտնաբերվել են եկեղեցու բակում, բնակելի շենքի դռան մոտ, նույնիսկ տուփի մեջ։ Նախկին ոստիկանը խիստ արձագանք է պահանջում մանկալքության դեպքերին։ Ով է միայնակ ու անօգնական թողել Հալաբյան 13 շենքի բակում թիթեղների տակ գտնված նորածնին։ Փոքրիկի ծնողներին դեռ փնտրում են, բակում որտեղ գտել են նրան, տեսախցիկներ չեն երևում։ Հայտնի չէ անգամ մայրը, հայրը թե երրորդ մեկն է նորածնին մի ծածկոցով փաթաթել ու թողել այնտեղ ծննդաբերական արյունը վրան։ Դենքան համեմատում ես ինչ-որ մեկի հետ, որ կասկածում ես, դրանով հերքելով կամ հաստատելով, բայց ում հետ համեմատես։ Երկար տարիներ ոստիկանությունում անչափահասների գործով զբաղված Մարթա Մելիքսեթյանը զարմանում է, որ էլի մանկալքության դեպք է եղել։ Վերջին անգամ 2024-ի մայիսի 8-ին էր մայրը նորածնին թողել Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ կրկնվել է դեպքը, կարծես թե այս դեպքերի լուսաբանումը պետք է կանխարգելիչ որոշակի պրևենտիվ բնույթ կրի եւ հասարակության մյուս անդամները չկրկնեն նույն սխալները, բայց մենք տեսնում ենք, որ ոչ։ 2024-ին լքված աղջկան եկեղեցու այգեպանն էր գտել, խնամված, հարմարավետ զամբյուղում, կողքին կաթի շիշ, ծծակ եւ հավելյալ հագուստ։ Ախի, սա աչքա, խենթանում եմ սրա աչքերի համար։ Մարթան պարբերաբար այցելում է եկեղեցու բակում վարդի թփերի մեջ գտնված աղջկան։ Նա հիմա 2 տարեկան է, ապրում է մոր հետ, Շիրակում։ Մորը հայտնաբերել, երկար աշխատել էին հետը ու նորածնին հնարավորություն տվել մեծանալ նրա կողքին։ Այս մենք են, այս մանկական տնօրենն է, ինքն էլ էր եկել հետ։ Ինքն էլ եկել։ Հա։ Մանկալքության համացանցը պայթեցրած եւս մեկ դեպք 2021 թվականին էր եղել։ Նորածնին իր դռան դիմաց կրախմալ գրությամբ տուփի մեջ Սուպերմենի հագուստով էր գտել Արցախի փողոցի 8 կոտորակ 4 շենքի բնակչուհի Անահիտ Ավետիսյանը։ Բացեցի տենա մի հատ կարողկա ծածկած, բայց ոչ սկոճով։ Ուղղակի ծածկած էր, հա։ Լացում էր, բացեցի տենա երեխայա մեջը։ Իրավապահները բացառիկ լիազորություն ունեն երեխաներին լքած ծնողների արարքին իրավական գնահատական տալու, ասում է Մարթա Մելիքսեթյանը։ Ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկել վտանգի մեջ թողելը հոդվածով պարտադիր։ Սա պարտադիր է։ Եվրոպական երկրների հիվանդանոցներում կամ եկեղեցիներում կամ բեյբի բոքսեր։ Դրանց նաև կյանքի պատուհան են ասում։ Հատուկ անվտանգ վայրեր են, որտեղ մայրերը կարող են անանուն թողնել իրենց նորածիններին, եթե հասկանում են, որ չեն կարող հոգալ նրանց կարիքները։ Հայաստանում բեյբի բոքսեր գոյություն չունեն, իսկ երեխաներին լքելն օրենքով պատժելի է։
Բարեբախտաբար Հայաստանի Հանրապետությունում չկան baby box-եր, որտեղ որ մայրիկը կարող է ծննդաբերությունից հետո թողել երեխային։ Իհարկե, օրենքը թույլ է տալիս հրաժարվել ծնողական իրավունքներից, բայց դա հետագայում չի ազատում ծնողին ալիմենտային պարտավորություններից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը Հայլուրին հայտնել է, որ այս պահին Հայաստանում 268 երեխա է սպասում որդեգրման եւ 108 մարդ ցանկանում է որդեգրել։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Եվ Յուկոմի աջակցությամբ Microsoft ինովացիոն կենտրոնը կիբերանվտանգության մրցույթ է կազմակերպել դպրոցականների համար։ 61 դպրոցական կարողացել է լուծել կիբերանվտանգությանն առնչվող բարդ առաջադրանքներ։ Խաղի ձևաչափով անցկացված մրցույթը գիտելիքները ստուգելուց բացի նաև կիբերանվտանգության ոլորտում առաջին գործնական քայլերն անելու հնարավորություն է դարձել երեխաների համար։ Microsoft ինովացիոն կենտրոնի կազմակերպած կիբերանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար դասընթացը Յուկոմի աջակցությամբ ամփոփվել է Mini CTF մրցույթով։ 61 շրջանավար 19 թիմի են բաժանվել ու մրցել միմյանց հետ։ Մասնակցում էինք թիմով, հիմնականում քննարկում էինք, հասկանում էինք, թե որտեղից գտնենք պատասխանը, խնդիրները տարբեր բարդության էր։ Իհարկե կար հեշտ, դժվար, բայց թիմի աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք բոլորը շեշտությամբ անցնել։ Դեռահասները Jeopardy ձևաչափով են մրցել։ Բարդ առաջադրանքներ են լուծել հիմնականում կիբերանվտանգության վերաբերյալ։ Այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ եթե կիբերանվտանգության մասնագետներ չլինեն, հաքերները կարող են հանգիստ մուտք գործել մեր դատաներ։ Դպրոցականները կիբերանվտանգության դասընթացին ծանոթացել են ժամանակակից թվային սպառնալիքներին, սովորել են դրանցից պաշտպանվելու հիմնական գործիքներն ու սկզբունքները։ Mini CTF մրցույթի միջոցով նրանք փորձել են իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Մինի տեստի նման, խաղի նման ինչ-որ միջոցառում է, որի նպատակը հենց իրենք, որ պրակտիկ լուծեն խնդիրներ, որոնք ավելի մոտ են իրականությանը եւ իրական աշխարհին։ Ուզում եմ այստեղ շեշտադրել, որ թվային ավական միան հենված չի կամ չի կառուցվում ինչ-որ միան ենթակառուցվածքների վրա վերջին տեխնոլոգիաներով հագեցված, այլ պետք է աշխատենք երեխեքի վրա։ Դպրոցականները մասնակցության հավաստագրեր եւ խրախուսական մրցանակներ են ստացել Յուկոմից։ Յուկոմը կարևորում է այս ծրագիրը, որովհետեւ ինքը տեսնում է, թե այս երեխեքի աչքի մեջ ինչպիսի փայլ կա։ Լանա Համբարձումյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք